որոշ դիտարկումներով կիսեմ ձեզ հետ, նախ առաջի հերթին արձանագրենք, որ ընդհանուր առմամբ ընտրություններում լարվածության մթնոլորտ կամ, չգիտեմ, ինչ-որ լուրջ այնպիսի արճակատումներ, այդպիսի ընդհարումներ եւ այլն չենք արձանագրում, հա, այսինքն ես նույնիսկ կարող եմ ասել, երևի թե արդեն սովորել ենք, որ ընտրությունները դա ուղղակի միջոցառում չի, այլ ուղղակի երևույթ է, որը կազմակերպվում է։ Սա մեկ, բայց որոշ ընտրական տեղամասերում մենք արձանագրում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի այդ քվեարկության սենյակի մակերեսը չի համապատասխանում ընտրողների թվին, այսինքն մակերեսը այնքան փոքր է, որ եթե հաշվի առնելով նաև ընտրողների թիվը եւ հնարավոր, ասենք թե հաճախությունը ինքը չի ապահովի, որպեսզի իրապես այդտեղ կուտակումներ չլինեն։ Սա մեկ։ Երկրորդը հանձնաժողովների հետ կապված։ Ուրեմն հանձնաժողովները չեն կարողանում լիարժեք տիրապետել այն տեսակետից, որ գոնե տեղամասային ընտրական հանձնաժողովի անմիջապես հարակից տարածքում, իսկ մենք արձանագրել ենք այդպիսի դեպքեր, նույն մարդը կամ նույն մարդիկ շարունակաբար երկար ժամանակ կարող են գտնել տարածքի մոտ, հա, եւ դա ըստ էության գնահատում են որպես ընտրողների ուղղորդման հնարավոր տարբերակ։ Այս հայտնի այդ տասովչիկների երևույթը ցավոք սրտի դեռևս ուրեմն մնում է օրակարգում։ Եվ այս առումով նաև ոստիկանության ծառայողները, որոնք պարտավոր են, որտեղ ինքը հսկողություն է իրականացում եւ երբ որ տեսնում է, որ նույն անձը շարունակաբար գտնվում է տարածքի մոտ, պետք է ինքը հեռացնի, ոչ թե սպասի հանձնաժողովի, ուրեմն նախագահի ցուցումին, սակար եւ մենք որոշ տեղերում նաև արձանագրում ենք, որ գիտեք, ասենք դիտորդական վստահված անձ, երբ որ ընտրական տեղամասում է գտնում, պետք է անպայման գրանցված լինի, հա։ Արձանագրում ենք, որ կարող են լինել դեպքեր, որ վստահված անձը կամ դիտորդը գրանցված չի, իհարկե դա էլի տեխնիկական բնույթի հարց է, որ պետք է հսկի հանձնաժողովի նախագահը։ Այսինքն հանձնաժողովները այս առումով եւ հնարավոր կուտակում փոքրաթիվ թեկուս եւ նաեւ չգրանցված անձանց ներկայությունը հանձինս դիտորդի կամ վստահված անձի եւ նրանց տարածքից հեռացնելու այս առումով դեռևս թերանում են։ Անգամ մի հանձնաժողովի մեկականատես եղանք, ես ընդհանրապես դուրս եմ եկել դիտարկել տարածքի շուրջ, գալիս եմ տեսնում եմ ինձ արդեն բանը գրանցելա, որ ես դուրս եկած եմ, ասենք թե այն դեպքում պետք է ուղղակի հաղորդեմ, որ ես տարածքը թողնում եմ, հա, այսինքն կարողությունների առումով իհարկե թե իրավապահ մարմինները, նկատում են ոստիկանությունը եւ հանձնաժողովները պետք է դեռևս ուրեմն այդ ուղղությամբ ահագին աշխատանք տարվի, որպեսզի տիրապետեն ընտրական գործընթացը։ Իսկ օրինակ տվյալ պարագայում ինչ իմանա, մոռացել եք զգուշացնել, որ դուրս եք գալիս, թե ուղղակի դուրս եք եկել արձանագրումա ձեր դուրս։ Շատ ճիշտ է, ինչպես ընտրողների դեպքում պետք է հանձնաժողովը շատ հստակ բացատրի անդամը, երբ որ ստանում է քվեաթերթիկը քվեարկության կարգը։ Նման կերպ էլ նաև հանձնաժողովի տվյալ դեպքում քարտուղարը, որը գրանցում է դիտորդին կամ վստահված անձին, պետք է ամեն անգամ զգուշացնի, եթե ընտրական տեղամասը թողում եք, ապա հայտնեք, որպեսզի դուրս եք գալիս եւ առաքելությունը ավարտում եք։ Այսինքն այստեղ ընտրական հանձնաժողովը պետք է անընդհատ այդ աշխատանքը, բացատրական աշխատանքը կատարի, որը չի արվում։ Եվ մի ճշտող հարցեր նշեցիք, որ շատ ընտրատեղամասերում տարածքը մակերեսը փոքր է եւ ավտոմատ կուտակումներ են ստացվում, բայց ընտրատեղամասեր հիմնականում դպրոցներն են լինում, մանկապարտեզները կամ մշակութային ինչ-որ օբյեկտներ, տվյալ պարագայում, երբ որ հատուկ տենց տեղ չկա ընտրությունների համար կառուցված, որի չափը կլինի օրինակ ընտրողների համապատասխան, ոնց պիտի անեն, որ մակերեսը լինի համապատասխան ընտրողների։ Ժողովուրդ, մենք հարցն ենք բարձրացնում եւ հետեւաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական տեղամասերի տարածքները որոշելու ժամանակ պետք է այդ հաշվի առնել։ Եթե այդ միշտ կա հնարավորություն, գոնե այս վաղաշաբաթ, հա, խոշորացած համայնքում նման տարածքների արկայություն կա, ես հստակ եմ ասում, բայց գոնե ասենք այդ մանկապարտեզի մի փոքր սենյակում չանեն, գոնե այդ միջանցքը կարող են տրամադրել։ Նկատի ունեմ այս տեխնիկական բնույթի հարցերը, որ պետք է անպայման հաշվի առնել, որ չազդի բովանդակային, հա, գործընթացի վրա, սա եմ ասում։ Ահազանգար, որ ԿՊ-ի ցուցակներով են շրջում կոնկրետ տեղամասերում, նույնիսկ բարձրաձայնեցին, ճիշտ ասած, այս պահին ընտրատեղամասը չեմ, դուք ստուգել եք, տեսա, որ ձեր ցանկում չկար ոնց-որ այդպիսի ահազանգեր։ Ցուցակներով շրջել, որ իմաստով։ Ցուցակներ ունեն, մտնում են, ինչ-որ ջնջում են անուններ եւ այլն։ Տեղամասի ներսում։
Տեսեք, ընտրական օրենսգրքի կարգավորումներն այն են, որ ընտրողների ստորագրություններով ցուցակը դիտորդները եւ վստահված անձինք եւ լրագրողներ հետ նաեւ կարող եք դրանց ծանոթանալ, բայց չէ կարող նկարել եւ նշումներ անել։ Միաժամանակ ընտրողների ցուցակները հրապարակային փաստաթղթեր են, ցանկացած մարդ կարող է ոստիկանության կայքից բեռնել եւ մենք արդյունքում տեսնում ենք խնդրահարույց երևույթ, որը խնդրահարույց է ինքը առանձին վերցրած որպես գործողություն խախտում չի, բայց ինքը հարցեր առաջացնող երևույթ է։ Դա երբ որ տեսնում ենք վստահված անձ, որ ունի ընտրողների ցուցակը տվյալ տեղամասի, ու նորմալ է որ ունի, նորից դա ինչ բան չի, էլի, կայքում կախված է։ Ու մոտը նշում է, Պողոսը եկավ, Պետրոսը չեկավ։ Դա տեղով խախտում չի, բայց դա հարց է առաջանում, թե ինչի համար է նշում։ Եվ կասկած է առաջանում, որ իսկ միգուցե նշում է նրա համար, որ տեսնի, որ Պողոսը չեկավ, զանգի Պողոսի վրա ճնշում գործադրի, որ բերի։ Այսինքն այդպիսի երևույթները իրենք արձանագրման տեսանկյունից դրանք արձանագրելը միգուցե իմաստ չունի, բայց այդպիսի երևույթները ուշադիր նայելը եւ այդպիսի անձանց պահվածքին հետևելը, տեսնել էս անձը լավ ցուցակում նշեց, որ Պողոսը եկավ, չգիտեմ, Փիլիպոսը չեկավ, բայց ինչ է անում ինքը։ Ինքը զանգում է Փիլիպոսին ճնշում է գործադրում, ինքը գնում Փիլիպոսին ուղեկցում է տեղամաս, Փիլիպոսի կազմակերպված տեղամաս բերել է անում։ Այսինքն ամբողջականության մեջ պետք է նայվի, եթե այդ ահազանգերը կան կոնկրետ տեղամասերի համարներով, տվեք խնդրենք մեր շրջիկ խմբերը դիտարկեն։ Գիտեք, այդ հենց դրա հետ կապված է, որ այսպես կոչված այդ որակումը, հա, տերմինը տասով չկին ասում, բայց իրապես նույն անձը, երբ որ շարունակապար գտնվում է տեղամասի մոտ, շատ դեպքերում նույնիսկ այդ ցուցակը զլանում են պահին։ Ուղղակի ընտրական ցուցակը որ փակցված է, եւ երբ որ տեսնում ես ինքը անդադ նայում է ու անդադ տեղ է գտնվում, ոչ եթե նույնիսկ ընտրելուց հետո չպետք է այդտեղ գտնվի, բարձր իր գործողությունները հուշում են, որ ինքը նայում է եկածների կամ հնարավոր բանի ծանոթների շրջապատը եւ միջոցներ ձեռք առնում որ բերի։ Այսինքն սա ընտրողի ազատ կամքի վրա ազդեցության մասին է խոսքը։ Եվ դրա հետ է կապված, որ ես հարցը բարձրացնում եմ իրավապահ մարմինների պատշաճ աշխատանքին։ Այսինքն իրենք այդ մթնոլորտը կամ այդ իրավիճակը պետք է այնպես արգել են, որ ընկալվի, որ դա անթույլատրելի է, դա ընկալելի չի, հա, որը չեն անում։ Շատ ես հստակ եմ ասում, հրահանգը շատ դեպքերում իստում է ոստիկանները նույնիսկ այդ ձևի գիտելիք էլ ասենք, թե ընտրական օրենսգրքի այդ առումով չեն տիրապետում։ Նա անգամ հանձնաժողովի նախագահները գտնում են, որ իրենց անելիքը միայն քվեարկության սենյակում է ավարտվում, հա, քվեարկության դասում ժամանակ չունեմ քվեարկության սենյակից դուրս հսկեմ կամ բան, բայց այն դեպքում որ արգելված են հանձնաժողովի մեկ անդամ կարող է պարբերաբար դուրս գա եւ ուրեմն այդ աշխատանքները կատարի։ Այո, այդպիսի մտահոգությունը կա, որ ընտրողների չեկած ընտրողների տվյալների հիման վրա ինչ գործողություն է կատարում, այդ դա ուսումնասիրության հարց է։ Ես ասեմ, դե պատկերացեք քանի տարիներ ենք չէ անցկացրել։ Այդ երևույթը ցավոք սրտի կա, բայց այն ծավալը, որ ես հիշում եմ մինչև 2018 թվականի իհարկե չկա, բայց երևի թե այդ տասովչիկները շարունակում են մնալ որպես կարևոր գործիքներից մեկը, ինչ ասեմ։ Շնորհակալ եմ։ Ես պետք է ասեմ, որ եկեղեցի դիտորդական առաքելությունների երևույթը Հայաստանի համար նոր չէ, բայց նոր է դիտորդական առաքելությունների պրոակտիվ եկեղեցի դիտորդական առաքելություն։ Այսինքն մենք նախկինում տեսնում ենք, օրինակ ինչ որ առաքելություն գրանցել է 5000 դիտորդ։ Մենք, չգիտեմ, ննում էինք 150 դիտորդ, իրանք նույնում են 5000 դիտորդ։ Հա, բայց տեսնում ենք, որ իրականում այդ 5000 դիտորդով ովքեր են, ընդամենը իրանց ինչ որ մի կուսակցության հետ աֆիլացված մարդիկ, որ տեղամասում մենակ մի վստահված անձ են ժամանակ կարող էր լինել, մի 5000 մարդու էլ բերել են գրանցել են, եւ իրենք չէին փորձում հանրային տպավորությունների վրա ազդել։ Հիմա մենք տեսնում ենք, որ դիտորդական առաքելություններ կան, որոնք որ կեղծ ահազանգերով
փորձում են հանրային տպավորություններ ձևավորել ընտրությունների հետ կապված իրականությունից կտրված եւ սա է տարբերությունը եւ սա է մեզ եւ ենթադրում եմ նաեւ դա է որ նաեւ մեր գործընկեր ականատես առաքելությանը ստիպել է գնալ կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ասել հարգելի ԿՀ խնդրում եմ զբաղվել այս երևույթով առհասարակ մեր խորին համոզմունքն այն է որ դիտորդությունը եւ քաղաքական գործունեությունը անհամատեղելի են որովհետև եթե դու զբաղվում ես քաղաքականությամբ եւ եթե դու գալիս ես ընտրությունների հետ կապված գնահատականներ ես անում քո գնահատականները ինքնին արդեն կասկածի տակ են դրվում եթե դու երեք ակտիվ քննադատում ես X կուսակցությունը եւ այսօր եկել ասում ես X կուսակցությունը խախտում է արել նույնիսկ եթե այդ X կուսակցությունը իրոք այդ խախտումը արել է մարդիկ քեզ չեն հավատա որովհետև կասեն հա դե երեք X կուսակցությանը քննադատում էր այսօր պարզապես դե ասել X կուսակցությունը խախտում է արել հո չի ասել չի արել հո չէր ասելու չի արել եւ այդ երևույթը բավական խնդրահարույցա մենք վատ ենք վերաբերվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը դե մենք համարում ենք որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գոնե պետք է արձանագրեր խախտման փաստը ֆորմալ առումով դե յուրե կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի արձանագրել որ տեղի է ունեցել ընտրական օրենսգրքի օրինակ 23-րդ հոդվածով սահմանված 30-րդ 31-րդ 32-րդ հոդվածներով սահմանված հստակ արգելքի խախտման փաստը կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի արձանագրել եւ առհասարակ սա այսօրվա չէ գլոբալ քննարկման հարց է մենք փորձում ենք հիշել երբ է վերջին անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել որևիցե խախտում փոքր ընտրություններում մեծ ընտրություններում հեղափոխությունից առաջ հեղափոխությունից հետո շատ վատ ընտրություններում շատ լավ ընտրություններում եղել է որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրի խախտման փաստը սա գլոբալ խնդիր է այսօրվա վաղարշապատի ընտրությունների հետ այդքան էլ կապ չունի դադրում եմ ընտրություններից հետո այս հարցերը պետք է բարձրացվեն այդ թվում նաև դիտորդական առաքելությունների հետ կապված կարգավորումները որովհետև մեզ համար խնդիր է մեզ համար գիտեք պայմանական եթե լինում է վատ լրագրող եթե լինում է անաչառության հետ կապ չունեցող լրագրող բոլոր լրագրողների հեղինակությունն է չէ ինչ որ առումով ընկնում հանրության վերաբերմունքը լրագրողների նկատմամբ նույնը դիտորդների դեպքում երբ որ կա դիտորդ որը որ անաչառ չի բոլոր դիտորդներից հեղինակությունն է հանրության աչքերում գցում Պարոն Եղիսյան, ստացվում է, որ դիտորդները որևէ կերպ քաղաքական որևէ դիրքորոշում մասնավոր տիրույթում կամ սոցցանցերում կամ չգիտեմ այլ առիթներով իրավունք չունեն կամ չպիտի ասեն։ Ընտրական օրենսգիրքը ես ասեմ հետո սա պարոն Սարգսյան ուզում եք հավելել կամ ուզում եք դուք սկսեք։ Տեսեք, ժողովուրդ, շատ հստակ է քաղաքական իրադարձությունների մասին խոսույթը եւ այս կամ այն կուսակցության օգտին կամ դեմ խոսելը խիստ տարբեր հարցեր են, որտեղ կուսակցության առավել եւս որ անձը հանդես է գալիս որպես դիտորդական ու ինքը հայտ է ներկայացնում որ ինքը նաեւ քաղաքական պաշտոնի է հավատում դա մի քիչ չի տեղավորվում այսինքն դու քո առաքելությունը դադարեցնում ես որպես դիտորդ եւ զբաղվում ես քաղաքական գործունեությամբ որի նպատակն է գալ իշխանության ինչ-որ լծակներ վերցնել կամ իշխանություն չէ այս համատեղելիությունը ինքը դիտորդական առաքելության, անաչառության եւ անկողմնակալության սկզբունքի հետ չի տեղավորվում։ Սրա մասին է խոսքը, թե չէ։ Դա քաղաքական գործունեությամբ է այդպես որպես այդպեսին չեն զբաղվում, չէ՞, դիտորդական առաքելությունը։ Դիտորդական ներողություն, դες ասեցի որևէ կուսակցության օգտին կամ դեմ, որևէ կուսակցության օգտին կամ դեմ հրապարակավ հանդես գալը դիտորդական առաքելության ժամանակահատվածում, հա նախընտրական ժամանակահատվածում անթույլատրելի է։ Միայն նախընտրական։ Գիտեք, դե իհարկե, առաջի հերթին։ Քաղաքական գործունեությունը դա, չգիտեմ, մեքենա վարելու նման մի բան չէ, որ ասես հստակ կարողանաս ասես, այս մարդը մեքենա վարում է, այս բանը թե չի վարում։ Քաղաքական գործունեությունը դա ավելի լայն հասկացություն է, պետք է գնահատել։ Օրինակ, երբ որ մարդ ասում է, մենք գնում ենք վաղարշապատում դիտորդություն անենք, որպեսզի ընդդիմությունը հաղթի։ Դա անաչառ դիտորդ, հա։ Այդ մարդը անաչառ դիտորդության հետ կապ կամ մարդը ասում է այս ինչ կուսակցությունը պետքա, չգիտեմ, իշխանություն զրկվի եւ գալիս է դիտորդություն ես ոչ մի խնդիր չունեմ որովից է մեկին քննադատողների հետ ես ոչ մի խնդիր չունեմ քաղաքական գործունեություն շատ կարևոր գործունեություն է եւ երկրի ժողովրդավարական երկրի անբաժանելի մաս է բայց կան գործունեություններ որոնք անհամատեղելի են քաղաքական գործունեությունը եւ դիտորդությունը
անհամատեղելի է։ Եվ նաև բարեգործությունը։ Գիտեք, ամենազնիվը կլիներ, եթե նման դիտորդական առաքելություն իրականացնողը հանդես գա գրանցվի որպես վստահված անձ այս կամ այն կուսակցության, որին աջակցում է։ Դա լրիվ ազնիվ է եւ դա այդ ինստիտուտը լիարժեք հնարավոր է, չէ՞, վերջին հաշվով հանդես գալ, որտեղ վստահված անձը շատ ավելի մեծ ուրեմն լիազորություններ ունի ընտրությունների դիտարկման ժամանակ, քան թե դիտորդական առաքելություն, ես բարձ ասեմ, բայց երբ որ դու այդ վստահված անձի կարգավիճակից հրաժարվես այն դեպքում բովանդակային առումով լիովին դրա բաները ունես հիմքերը եւ անցում ես կատարում դիտորդական առաքելության դաշտ, ապա այս դեպքում դիտորդական առաքելության կոնտեքստը նրա բովանդակությունը, այո, դա մարտահրավեր է, մշտապես եւ դա ոչ միայն մեր երկրում, ընդհանրապես եւ մենք այդ հարցը բարձրացնելու նաեւ ուշադրություն մի հատ ձեզ կառաջարկեմ, կհորդորեմ կենտրոնական դրական հանձնաժողովի քննարկման ընթացքը նայեք եւ մարդիկ, որոնց հետ կապված այդ հարցերը բարձրացին, իրանք ընդունել են, որ այո, այդ անկողմնակալության սկզբունքը խախտել են։ Բայց կենտրոնական դրական հանձնաժողովը Եվ կենտրոնական դրական հանձնաժողովին է պետք է ուղղել։ Կներեք, ձեր դիտարկմամբ մինչև այս ժամը արձանագրած խախտումները ինչ ազդեցություն կարող են ունենալ ընտրության ելքի վրա։ Գիտեք, խախտումների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա պետք է գնահատել ամբողջականության մեջ եւ մենք դրա գնահատականը կտանք արդեն վաղվա ասուլիսի ժամանակ, վաղ ժամ 11-ին ասուլիս ենք տալու, որտեվ ամբողջականության մեջ, որտեվ կան երևույթներ, որ դու սկզբից այս երևույթը դիտարկում ես, դու այս բանը չգիտես, այս երևույթը իրականում ինչ է, կամ ինչ ծավալներ ունի, կամ ինչ որ շղթայի մասա, թե ինչ որ առանձին վերցրած երևույթ է, եւ դրա համար մենք երբեք ընթացքում այդ գնահատականը չենք տալիս, այդ գնահատական տալիս ենք, երբ որ process-ը ավարտվել է եւ կարելի է քիչ թե շատ արդեն ամբողջականության մեջ գնահատել։ Պարոն Յոնիսյան, վերջին շրջանում, մասնավորապես մեկը մի տարի առաջ, մեկը մի քանի ամիս առաջ, դուք երկու անձի նկատմամբ ձեր ղեկավարած կազմակերպությունը հաղորդում էր ներկայացրել, տվել երկու անձիկ հոգեվորականներ։ Ընդհանրապես երկու, մենք շատ հաղորդումներ ենք ներկայացրել եմ ասում, որտեղ այդ երկու անձիկ նաև իշխանական խոսույթում շատ հաճախ քննադատվում են, նշանակում է, եթե այդ տրամաբանությամբ ու սկզբունքով նայենք, հնարավոր է, որ օրինակ ձեր գործունեություններ դիտորդական, այսպես ասած, մարդիկ անաչառ չհամարեն, որովհետև կոպիտ ասած այնինչ ասում է իշխանությունը, դուք դրա հետ կապված հաղորդում եք ներկայացրել։ Ներողություն, մենք այս վաղարշաբաթի ընտրությունների դիտարկման ընթացքում ներկայացրել ենք հանցագործության մասին 5 հաղորդում, բոլոր 5-ը լրագրողներից ով էր հարցրել, բոլոր 5-ը իշխանության գործողությունների վերաբերյալ։ Մենք նման, չէ, մի մասը ընթացք տրվել է, մի մասը տրվել է ընթացք։ Մենք վերաբերում է հարցը ոնց որ լուրջ էր։ Կներեք, երբ որ ներողություն, ես պետք է ասեմ, որ այս քննադատությունները երբեմն շատ տարօրինակ են։ Երբ որ մեզ քննադատում են, ասում են, այ օրինակ, երբ որ այսինչ պաշտոնյան, այնինչ բանը արեց, այդ օքեյ էր, ու դա ասում են մեզ, այն պարագայում, երբ որ այդ պաշտոնյան է տարել է, հանրապետությունում 3 միլիոն մարդ կա, որ կարա հանցագործության մասին հաղորդում տա, մենք ենք հաղորդումը տվել եւ պայքարել միջև դատականացաններ, որպեսզի գործը հարուցվի, բայց մեզ գալիս ասում են, դուք այն դեպքով բան չեք արել, այս նենց որ այդ անաչառությամբ կապված համարում եք, որ հավասարաչափ է այդ գործերին ընթացքը։ Եթե դուք ուզում եք ինձանց լսեք, որ մենք դատաերավական համակարգի լուրջ խնդիրներ ունենք, ապա իհարկե ունենք։ Բայց այսօրվա հետ երևի կապ չունի։